Կարևոր է ինչպես կենդանիների առողջության մասին հոգ տանելը, այնպես էլ նրանց խնամքով զբաղվելը։ Այո, եւ կենդանիների խնամված ու գեղեցիկ տեսքը մեր օրերում ապահովում են գրումինգ սրահները, այնպես որ առաջիկա րոպեներին մենք բացահայտելու ենք խնամված կենդանիների բոլոր գաղտնիքները։ Մեր տաղավարում են գրումերներ Լուսինե Հարությունյանը եւ Անգելինա Հարությունյանը, բարի լույս, եւ տղան է մեր տաղավարում, այո, մեր շունիկի անունը տղա է։ Բարի լույս տղա։ Բարի լույս տղա, եւ տղային գեղեցկացնելու է մեր գրումեր Անգելինան մեր հարցազրույցի ընթացքում, ճիշտ է։ Մենք գիտենք իհարկե, որ գրումինգը երկար process է, բայց կփորձենք գոնե մազերը սանրել մեր տղայի։ Որ աչուկները բացվեն, ինքն էլ մեզ տեսնի։ Դե ինչ, այս ընթացքում մենք էլ կզրուցենք, Լուսինե, հետաքրքիր է որն է խնամված կենդանու գաղտնիքը, ինչ է նշանակում խնամված կենդանի։ Ինձ համար խնամված շունը պետք է ունենա առողջ մորթի եւ ոչ խճճված մազեր։ Դա ամենակարևորն է, եւ կենդանիների համար էլ է, չէ՞, դա կարևոր ոչ միայն տեսքի։ Իհարկե, խճճված մազերը սանրելով մենք նրան ցավացնում ենք, ինչու՞ չէ, ինչ որտեղ փոկվում է հենց արմատից, մորթին էլ է վնասվում։ Տերերը պետք է սանրեն, խնամեն, բացի մեզ մոտ բերելը, եւս տանեն պետք է իրանք խնամեն, սանրեն, ճիշտ միջոցներով լողացնեն։ Լուսինե, հատուկ հաճախականություն կա գրումինգի, թե կենդանուց կենդանի տարբեր է։ Կախված ցեղատեսակից, այո, կարող է լողացնելու ժամանակահատվածը փոփոխվել։ Օրինակ երկարամաս շունիկներին կլինի պուդել, մալտեզ, ցեղատեսակի շպից, խորհուրդ է տրվում 10-ից 15 օրը մեկ լողացնել։ Իսկ կարճամազերը կարող են մեկ ամիսը մեկ անգամ, թեկուզ ամիս ու կես, 2 ամիսը մեկ անգամ։ Տենց խնամք չի պահանջում։ Իսկ երկարամազի մորթին եթե չլվանա, ինքը յուղոտվում է ու ինքնին սկսում է կպնել իրար։ Խճճվում են մազերը։ Կան ինչ-որ հատուկ պայմաններ, նրբություններ, որոնք պետք է ապահովել կենդանուն լողացնելիս, եթե օրինակ տան պայմաններում է եւ ոչ պայման։ Մեծ պահանջներ, նույնիսկ կենդանուն լողացնելուց առաջ շատ կարևոր պայմաններից մեկն է կատարյալ սանրել լողացնելուց առաջ։ Կատարյալ սանրել, հետո նոր կարող եք շունկին թռչել։ Երկրորդ պայմանը ջրի ջերմաստիճանը իրանք տաք չեն սիրում, պետք է լինի 37-ից 39 աստիճան, եւ ինչպես ասեցի, կոսմետիկան պետք է ճիշտ ընտրվի, խնամքի միջոցները համապատասխան մազի, ցեղատեսակի նույնիսկ ճիշտ ընտրվի եւ կամ եւս մեկ կարեւոր պայման ականջների մեջ ջուր չպետք է լցվի։ Այդ պետք է տերերը հետևել։ Անգելինա, ձեր բոլոր հաճախորդներն են այսպես խելոք։ Հանգիստ։ Կարծես հենց պատրաստվել էր հենց դրա համար։ Դունչիկը հենց պահել ու սպասում է կտրեն մազերը։ Իրականում, եթե բոլորը սենց խելոք լինեին, ավելի հեշտ կլիներ գրումինգը, բայց ցավոք ոչ բոլորն են սենց խելոք։ Ինչ խելոք տղա ես դու։ Ինչ մեթոդներով եք կարողանում իրենց պահել այդ պահին ձեզ լստող կարգավիճակում։ Շունիկը հենց վախից է ինքը շարժվում, ուզում փախնի, նույնիսկ գծում։ Եթե մենք հասկանում ենք, որ շունիկը հենց վախից է տենց իրան պահում, փորձում ենք հանգստացնենք, համովիկ տանք, ջուր առաջարկենք, այո։ Ինչպես նաև սիրենք։ Միջինում որքան է գրումինգը տևում։ Ընդհանուր գրումինգը մոտ 2 ժամ։ Մոտ 2 ժամ։ Եվ ավել։ Եվ ավելի կախված էդի ցեղատեսակից, կտրվածքից։ Հետաքրքիր է, իսկ բացի շներից, ինչ ընտանի կենդանիներ են ձեզ մոտ բերում գրումինգի, թե մշակույթը առայժմ շներին է վերաբերվում։ Չէ, բերում են նապաստակ, կատու, երբեմն կապիկ եղել է մեզ մոտ, նույնիսկ օձ է եղել։ Իհարկե օձը հյուրեր եկե, բայց դե լողացրեցինք, ճանապարհեցինք։ Շատ հետաքրքիր է օձի գրումինգը։ Մենք կհանենք քո կաշի։ Կփոխենք ինքնուրույն, չէ։ Չէ, օձը գրումինգ չի ունենում, իսկական իրականում դա հումոր էր ուղակի, վերել էին հյուր, ասում մի հատ լողացնեմ նոր տարեք։ Իսկ երբ գալիս են օրինակ ձեզ մոտ գրումինգի, գալիս են ինչ-որ նախասիրություններով, ասում են ինչ սանրվածք կուզենային, որ ունենա շունիկը, նկարներ ցույց տան եւ այլն։ Անպայման ու բերում են ուրիշ ցեղատեսակի շունիկ, ցույց են տալի մի այլ ցեղատեսակի շունիկ, որի մազն էլ նույնիսկ չի համապատասխանում, կարճ մազերով բերում են, ուզում են երկար կտրվածք։ Այսինքն ամեն ցեղատեսակ ունի իր սանրվածքը, որը դուք փորձում եք պահել, թե կարելի է փոփոխել։ Տեսեք, մեզ մոտ выставочный գրումինգ չի, հա, ցուցահանդեսային,
ճիշտ ասեմ, սալոնի գրումինգը արդեն նայում ենք շունիկին ինչ կսազի, ինչ է ուզում տերը, փորձում ենք տիրոջ կամքը գոհացնենք։ Ասում են, թե փոքրիկ շունիկներին չի կարելի գրումինգ անել։ Կա նման բան արդյոք։ Ձագուկներին, ձագ տարիքից այդ այն սխալ կարծիք ունեն մարդիկ, խորհուրդ են տալի չի կարելի, բայց շունիկը երբ որ պատվաստումները վերցնում են ու սկսում են իրանց պատվաստել, երկու պատվաստում ունեն անցնելու, անցնում են կարանտինը լրանում է, երբեմն կողքից խորհուրդ են տալի, որ չի կարելի մինչև 6 ամսական տանել գրումինգի, մի տարեկան տանել գրումինգի, դա սխալ է։ Անմիջապես կարանտինից հետո ձագուկը պետք է այցելի գրումերի մոտ։ Համ կլինի խնամված, համ կլինի հիգենիկ, համ էլ սովորում է հետագա պրոցեդուրաներին, չէ՞ որ շունիկը պետք է ժամերով այսպես խելոք կանգնի, որ մենք կարողանանք իրանց սիրունացնենք։ Եթե խելոք չեղավ, դժվար կլինի։ Իհարկե, դժվար կլինի ու գեղեցիկ չի ստացվի։ Անգելինա, հետաքրքիր է իրենք իսկապես սովորում են, այսինքն վարժվում են, եթե նույն կենթանին անդադար գալիս է գրումինգի, ամեն հաջորդ գրումինգին ավելի հանգիստ է, թե Իհարկե։ Պատկերացրեք, օրինակ շունիկին արդեն մեծ հասակում բերում են գրումինգի, շունիկը կյանքում չի լողացել մասնագետի մոտ, չի սանրվել մասնագետի կողմից ու ինքը ուղղակի չի հասկանում ինչ են անում իր հետ։ Բնականաբար վախենում է, խառնվում է իրար։ Դրա համար ցանկալի է նույնիսկ պարտադիր է, որ փոքրուց բերեն գրումինգի, որ շունիկը արդեն փոքրուց սովորի հետագա պրոցեդուրաներին։ Շունիկների որպես շունիկ պահող երկու մարդիկ վստահաբար էլի կփաստենք, որ շունիկների եղունգների կտրելու այդ process-ը ամենաբարդերից մեկն է Մի ամբողջ արարողական մի ամբողջ բարդ արարողական եղունգ կտրել, այո, մեծ մասը 90%-ը խափելով գրկած տանում ենք այն շունիկի մոտ, սենց զբաղեցնում ենք ու սկսում ենք կտրտել։ Կան շատ քիչ բայց sense տալիս են կտրելու, բայց դա շատ քիչ է լինում ու մեր համար այդ զարմանալի բան է։ Որ այսպես տանտա։ Ճիշտ ասած, ես տղայից պատկերացնում եմ։ Սպասում ես արդեն որ տղան այդպես գտա։ Հետաքրքիր է։ Իսկ եղունգների խնամքը տենց մեծ բան չի պահանջում, որ շունիկը որ առօրյայում ինքը զբոսնում է դրսում, ինքն իրան մաշվում է, խարտվում է ու կտրելու կարիք չի ունենում։ Իսկ այն շունիկները ովքեր որ դրսում չեն զբոսնում 4-ից 6 շաբաթը մեկ անպայման պետք է տանեն մասնագետի մոտ, տանը կտրել խորհուրդ չեմ տա, որտեղ նրանց եղունգները մեր եղունգների նման չի, ներսում կա անոթ, որը որ կարող են տանը վնասել, կտրել է պետք, որպեսզի հոտերը չվնասվի։ Երբեմն երկարում է եղունգները ու մատերը ծռվում է։ Ու դա այդ դեֆեկտը ճիշտ է, նո առողջականին էլ է խանգարում հոտերը կվնասի, բայց նաև գեղեցիկ էլ չի։ Ականջների խնամքն էլ էլի մի կարևոր բաղադրիչ է եւ արդյոք էլի անպայմաններում կարելի է փորձել մաքրել ականջները թե ավելավե վստահել մասնագետին։ Կարելի է փորձել, բայց խորը չի խորհուրդ տրվում մաքրել, պետք է մաքրել դրսից, բամբակով, հատուկ ունեն ականջի լասյոններ կա, որ պետք է սրբել, բայց խորը մտնել անպայմանում չի կարել։ Երկար ցեղատեսակների մեջ կան, որ ականջի մեջ մազիկներ կան, որոնք որ արմատ չունեն։ Իրականում իրանք ցավոտ չեն, իրանք պինդ չեն, անգամ տերը կարող է բռնել, քաշել։ Բայց հիմնականում ոնց որ տերերը վախենում են ու չեն անում, լավ կլինի մասնագետը անի, ճիշտ մաքրի, խորհուրդ կտամ, որ դիմեն մասնագետի։ Դա էլ չեն սիրում պրոցեդուրան, չեն սիրում շունիկները։ Իսկ եթե այնուամենայնիվ շանը լողացնում են տան պայմաններում, ինչպես դա կազմակերպել, ջրի ջերմաստիճանը, ինչպես լողացնել, ինչպես չորացնել, ճիշտ։ Ահա։ Տան պայմանում լողացնելուց ես սկզբում ասացի, որ շատ կարևոր պայման է լավ սանրել։ Եթե չսանրեն, նախ մորթին լավ չի մաքրվի, արդյունքը լավ չի լինի, հետո մազը կխճճվի, կկպնի իրար, պետք է լինի հատիկ-հատիկ, որ համ մաքրվի, համ չխճճվի։ Լողանքից հետո գաղտնիքներ են բացում։ Սրբիչի մեջ պետք է փաթաթել, մոտ 15 րոպե պահել սրբիչի մեջ, որպեսզի սա խոնավությունը քաշի սրբիչի մեջ, դրանից հետո չորացնում եմ ֆենով եւ նորից լավ սանրելով։ Իրականում, եթե այս պայմանը պահեն տերերը, կարող են առօրյայում չսանրել իրանց շունիկներին։ Ես ինքս իմ բուջելը երբևիցե խճճված մաշ չի ունեցել, միած սանրում եմ լոգանքից առաջ եւ լոգանքի ժամանակ չորացնում եմ։ Եվ վերջ։ Այո։ Անգելինա, ինչ փոլում ենք։ Գլուխն ենք կտրտում։ Գլխի մազերը։ Խելոք, այո։
Իսկ այդ դիրքը, որով դուք պահել եք տղային, օգնում է, որ ինքը հանգիստ մնա։ Իմանանք մենք էլ կիրառենք առօրյա։ Այսպես մենք ֆիքսում ենք Շունիկին, որպեսզի չշարժվի, որտեվ մենք ամեն դեպքում սուր գործիքով ենք աշխատում, հանկարծ չվնասենք Շունիկին։ Այո, կամ ծուր չկտրենք թեկուզ։ Մենք ուղղակի քանի որ չենք տեսնում տղային, միայն դուք եք տեսնում, որովհետև նա միայն ձեզ է նայում այս պահին։ Բայց ես արդեն նկատում եմ ոնց փոքրացավ։ Մի քիչ sense թեքի։ Օ, բացվեցին աչքերը տղայի, տեսանք։ Ինչ խելոք ես։ Գրումինգը բացի բուն սանրվածքից եւ լոգանքից, այլ ինչ որ խնամքներ առում է, չգիտեմ, օրինակ հատուկ կրեմներ, յուղեր, չէ՞ որ կենթանիներն էլ երևի թե կունենան դրա կարիքը, թե իրենց դեպքում Չէ, ունեն։ ունեն, Բավական ունեն մասկա, կանդիցիոները պարզավոր ունեն, մասկաներ ունեն, Մազերի հատուկ համար իհարկե նախատեսված։ մազերի համար, բավականին թանկ մեր կոսմետիկայից թանկ է հաստատ։ Իրանց ամեն ինչն է ավելի բարձր գինը, քան մերը։ Ահա, ունեն թաթիկների կրեմներ, որ պաշտպանում է դրսից, որ չճակճկի։ Ունեն դուխիներ։ Օծանելիք ունեն Այո։ նույնիսկ։ իսկ ունեն ալերգիաներ օրինակ այդ օծանելիքներից Չէ, որ միջոցներից։ իրանց համար է նախատեսված, հեսա վերջում կուչենք, դրանից ալերգիա չեն ունենում։ Իրանց համար մեր մարդկային օծանելիքը իրանց չի կարելի։ Իսկ իրենք զգում են այդ հոտը։ Իրանք զգում են ու իրանց հաճելի է։ Հաճելի է։ Գներից խոսեցիք իրականում եւ այն մասին, որ բավականին թանկ է խնամքը շունիկների, միջինում օրինակ մարդիկ, որոնք չեն պահում ընտանի կենդանի, բայց մտածում են այդ մասին։ Մոտավորապես միջինում ինչ բյուջե պիտի նախատեսեն հենց միայն խնամքի համար կենդանիների ամսվա կտրվածքով։ Դե գրումինգը գոնե ամիսը մեկ անգամ, որ մեր Հայաստանում ոնց որ թե նոր են սկսում ճիշտ ժամանակին տանել գրումինգի, կան որ շատ ուշ են բերում կենթանին էլ ամեղք, մազը խճճվում է, կարա այս աչքի մազը, այս ներքևի աչքի հետ խճճվի ու փակվի, պետք է այցելեն գրումերի ու այդ ամսեկան մոտավոր 10-ից 15,000 դրամ գումարի չափ է։ Իսկ կոսմետիկան ես գտնում եմ մեկ անգամ գնելու են ու ամիսներ շարունակ օգտագործելու են։ Այնուամենայնիվ կենթանուն պահելը դա հեշտ եւ էժան հաճույք չի, որովհետեւ նրանք այո մանկան խնամք են ուզում, երեխա ես պահում, երեխա ես մեծացնում, տանը լիարժեք անդամ։ Տղա ինչ խելոք ես։ Անգելինա, սիրելի կենթանիներ ունեք, որոնց անդադար սպասում եք, օրինակ, որ այ տղան եկել է գրումինգի այսօր եւ դուք ուրախանում եք։ Այո, իհարկե։ Օրինակ լունտիկը, շպից, հիմնականում այն շունիկներն են, որոնք գրումինգի ժամանակ խելոք են լինում։ Շպիցերը իսկապես ունենք, հա։ Հաճախ որ բերում են տերը գրումինգի, արդեն կամաց սովորում են, հա։ Շունիկ ունենք, որ առաջ շատ չոր էր իրան պահում, նույնիսկ կծում էր, բայց որ ամիսը մի անգամ գոնե հաճախում է գրումերի, արդեն սովորում են ու շատ նույնիսկ խելոք են մնում։ Շպիցերը մի քիչ լաչառ են ու մի քիչ կծան, բայց մեղմ ենք հաճախ որ գալիս են, հա, արդեն սովորում են։ Սխալ գրումինգը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Սխալ գրումինգը, եթե լավ չսանդրեն, երբեմն հանդիպում են շունիկներ, որ ասում են մենք գրումինգ եղել ենք, ասենց վրայից նայում եք մազը շատ լավ է պուշիստիկ, բայց արմատները սաղ փակ են։ Առաջի հերթին դրանից տուժում է շունիկի մաշկը։ Երբ որ փակա չի շնչում, կարան տարբեր հիվանդություններ առաջանան, նույնիսկ մազերը թափվի։ Ահա, մարդու շամպույնով բացարձակ չի կարելի իրանց լողացնել, եւս դա կբերի պուջելը մազաթափվող շունչի, բայց եթե մարդու շամպույնով շարունակեն լողացնել, կարող է ունենալ մազաթափություն ու շատ վատ հետևանքներ։ Տղա, դարձար սիրուն տղա։ Ահա։ Ինչ սիրուն ես դու։ Շատ սիրուն։ Մենք մեր սիրուն տղայի դեմքն արդեն տեսանք խնամված վիճակում, իսկ թե ինչ տեսք կունենա ամբողջական գրումինգից հետո արդեն հաղորդման վերջին հատվածում միասին կտեսնենք սելերոսայտողներ, որովհետև գրումինգը մի քիչ ավելի երկար ժամանակ է պահանջում, իսկ մինչև այդ շնորհակալություն ենք հայտնում ձեզ Լուսինե եւ Անգելինա մեզ հետ սկսելու համար օրը, իսկ տղայի ամբողջական գրումինգը
կտեսնենք վերջ։ Այո, ձեզ դեռ կողջունենք տղայի հետ մեր բազմոցից։ Ժամանակն է, որ արդեն ձեզ ցույց տանք մեր սիրուն տղայի վերջնական տեսքը գրումինգից հետո։ Պարզապես մեր սիրուն տղան այնպես է բազմել իմ ծնկներին, ես չեմ համարձակվում նրան խանգարել ու խաթարել նրա անդորը, որովհետև մենք արդեն համերաշխ ենք, սիրում ենք իրար, բայց Այո, ամենայնիվ ներեցեք։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Փափուկ։ Այնպես որ հիշեք, որ շատ կարևոր է, որ ձեր սիրելի ճորկոտանիները լինեն խնամված ու այսքան գեղեցիկ։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։